Կալանքի տակ գտնվող Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատկանող մուլտիվելնես մարզառողջարանական համալիրը հնարավոր է պետականացվի։ Ռադար Արմենիայի տեղեկություններով Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքն արդեն իսկ փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին։ Գործընթացի մասին ընկերությունը ծանուցվել է ընտրություններից օրեր անց։ Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծարելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել այդ տարածքը վարձակալությամբ է տրված մուլտիգրուպ կոնցեռնին մինչև 2065 թվականը եւ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու Երևանի քաղաքապետարանը այսպես սեփական կմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը մեկ ամիս շուտ այդ մասին տեղեկացնելով մուլտիգրուպ կոնցեռնին Մուլտիվելնես համալիրն արդեն 10 օր է փակ է, ինչպես օրեր առաջ, այնպես էլ այսօր Ֆակտոր TV-ն արձանագրեց, որ բոլոր մուտքերը կապարակնքված են, փակցված են քննիչի որոշումն ու մուտքն արգելող ոստիկանական ժապավեններ։ Այսօր հսկայական շինության տարածքում ընդամենը 2-3 հոգի կային, այգեպանը եւ տարածքը հսկող անվտանգության աշխատակիցները։ Համալիրի տնօրենի խոսքով հուլիսի 6-ի առավոտյան պատկերը լրիվ այլ էր։ Խոզարկության պատրվակով են եկել։ Ուզարկություն անելու։ Երկար են մնացել։ Մոտ 5 ժամ, 6 ժամ։ Դրանից հետո արդեն ձեզ հանել են։ Մեզ աշխատակիցներին են հանել, ընդհանուր բոլոր հաճախորդներին, աշխատողներին հանել են, ուզարկություն են կատարել։ Ուզարկությունից հետո մարզառողջարանական համալիրն անորոշ ժամանակով փակվել է։ Դրանից 3 օր անց պետական եկամուտների կոմիտեն հնչեղ տեսանյութ էր հրապարակել։ Բացահայտվել է 2.6 միլիարդ դրամի թաքնված շրջանառություն։ Պարզվել է, որ 2023-ից 24 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 2.6 միլիարդ դրամի շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջետ չի հաշվարկվել եւ չի վճարվել ավելի քան 832 միլիոն դրամի հարկայի պարտավորություն։ Օրեր անց փաստացի հայտնի է դառնում, որ համալիրը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին։ 2065 թվականի համար է եղել այս պայմանագիրը, որ ներդրումը արվել է ակումբում բավականին ահռելի գումարներ, որ աշխատիր մինչև 2065 թվականը, նոր այն ժամանակ պայմանագրի նման կետ կարող էր քաղաքապետարանը ներկայացնել, որ չի ուզում շարունակի այդ պայմանագրի լրանալուց հետո։ Բայց այս պայմանության միակողմանի խզելը դա, չգիտեմ, ինքը նման կետով ոնց կարող է անել։ Ինչու է Երևանի քաղաքապետարանը նման որոշում կայացրել, ինչ հիմքով է միակողմանի խզել պայմանագիրը, արդյոք սա կապ ունի Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ։ Այս հարցերին երեկվանից քաղաքապետարանը չի պատասխանում, նշելով, որ ավելի ուշ պարզաբանում կներկայացնեն։ Իսկ մինչ այդ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը որոշման դեմ արդեն իսկ առարկություններ է ներկայացրել։ Մենք գնալու ենք իրավական ճանապարհով, որովհետև հասկանալի է, որ մինչև 2065 թվականը ունենալով վարձակալության պայմանագիր, երբ մեկ գիշերում նման որոշում է կայացվում, հասկանալի է, որ սա ընդամենը քաղաքական կոմպոնենտ է իր մեջ պարունակում եւ հերթական անգամ իշխանությունները իրենց ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսներն ու լծակները փորձում են որպես մահակ օգտագործել։ 150 աշխատակից եւ ավելի քան 4000 հաճախորդ ունեցող մարզառողջարանական համալիրի ճակատագիրը դեռևս անորոշ է։ Աշխատակիցները չգիտեն, արդյոք կվերադառնան աշխատանքի, իսկ բաժանորդագրություն վերցրած քաղաքացիները փորձում են հասկանալ, կկարողանան օգտվել իրենց փաթեթից լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում արդյոք կվերադարձվեն իրենց գումարները։